Փառանձեմ թագուհին։ Բարև փոքրիկ հայեր, այսօր ես ձեզ կպատմեմ Արշակ երկրորդ թագավորի կնոջ, հայոց թագուհի Փառանձեմի մասին։ Փառանձեմը սյունյաց իշխան Անդովկի դուստրն էր։ Հայրիկ, տես ինչ բարձր է խուստուփ լեռը, և ինչ գեղեցիկ է։ Այո, դուստրիմ, հայկական լեռները բարձր են ու գեղեցիկ, և մեր թշնամիների համար անմատչելի։ Անցան տարիներ, և Փառանձեմը դարձավ շատ գեղեցիկ և խելացի օրիորդ։ Փառանձեմն այնքան գեղեցիկ էր, որ նրա համբավը հասավ Արշակ թագավորին։ Փոխանցեք իմ ողջույնները Անդովկին և ասեք, որ ես կամուսնանամ Փառանձեմի հետ և նրան կդարձեմ իմ թագուհին։ Եվ ամուսնացավ Արշակ երկրորդ թագավորը Փառանձեմի հետ, և ողջ Հայաստանը տոնեց այդ օրը։ Շուտով նրանք արու-զավակ ունեցան, և նրան անվանեցին Պապ։ Մինչ Արշակ երկրորդն ու Փառանձեմը սիրով և արդարությամբ կառավարում էին Հայաստանը, Պարսկաստանի արքա Շապուհը զորք ուղարկեց Հայաստանը նվաճելու համար։ Այդ ժամանակ Հայաստանի սպարապետը Մուշեղ Մամիկոնյանն էր։ Նա քաջ և տաղանդավոր զորավար էր։ Նա հարձակվեց պարսկական բանակի վրա և ջարդուփշուր անելով պարսիկներին դուրս շպրտեց Հայաստանից։ Տեսնելով, որ ուժով չի կարող նվաճել Հայաստանը, Պարսկաստանի արքա Շապուխը որոշեց հաղթել խաբեությամբ։ Նա դեսպաններ ուղարկեց Արշակի մոտ և հրավիրեց Պարսկաստան խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Բայց երբ Արշակը հասավ Պարսկաստան, Շապուհը հրամայեց նրան գերեվարել և փակել անհուշ բերդում։ Արշակի ճակատագրի մասին իմանալով, Փառանձեմ թագուհին հրամայեց Մուշեղին պաշտպանել Հայաստանը, իսկ ինքը ամրացավ Արտագերս բերդում։ Եվ նրա հետ էր Պապ արքայազնը, Բերդի կայազորը և այլ փախստականներ։ Մտածելով, թե առանց Արշակի Հայաստանը կհանձնվի, Շապուհ արքան բերեց իր բանակը և պաշարեց Արտագերս բերդը։ Բերդի ներսում բոլորը պատրաստվում էին պաշտպանության, Փառանձեմ թագուհու ղեկավարությամբ։ Հայոց թագուհին չի հանձվի, լինի թագավորը մեր կողքին, թե ոչ։ Այս բերդը չենք բացի թշնամու առաջ։ Եվ երկար ամիսներ հայերը պաշտպանեցին ամրոցը, և պարսիկներին չհաջողվեց գրավել Արտագերս բերդը։ Չնայած ցրտին, սովին և պաշարված բերդի պակասող մթերքներին, թագուհին մնաց իր ժողովրդի հետ և դիմացավ։ Դիմացեք ու պաշտպանեք ամրոցը, և ինչպես մայրը իր զավակին, ձեր թագուհին չի լքի ձեզ։ Եվ Արտագերսի պաշտպանությունը հնարավորություն տվեց Մուշեղ Մամիկոնյանին հավաքել ցրված հայկական ուժերը և պատրաստվել վճռական ճակատամարտին։ Փառանձեմ թագուհին մնաց հայերի հիշողության մեջ, որպես չհանձնվող մայր թագուհի, որ իր ժողովրդի ու զինվորների կողքին կանգնեց մինչև վերջ։ Ինչպես Փառանձեմը, այնպես էլ բազմաթիվ հայ կանայք իրենց հայրերի և եղբայրների կողքին կռվել են թշնամու դեմ, պաշտպանելով Հայաստանը։ Եվ դուք, փոքրիկ հայեր, սիրեք ու գնահատեք ձեր մայրերին և քույրերին, և գիտակցեք, որ հայ կանայք նույնպես հերոսներ են։